Բարի երեկո, դուք դիտում եք Բաց հարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիամ Պողոսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Պողոսյան, Կիրայքի Հովհանավանքում մասնակցել եք պատարագի, Մայր աթոռից այդուամենայնիվ հայտարարում են, որ կարգալույծ արված քահանան իրավունք չունի պատարագ մատուցելու։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկ ինչ վերաբերվում է կարգալույծ քահանային, նախ պետք է հասկանանք ով է կարգալույծ արել Տեր Արամին։ Կարգալույծ է արել մի մարդ, ով ինքը կարելի ասել կարգալույծ եղած է հեն ժողովրդի կողմից, քանի որ իր ուխտը Աստծո հանդեպ նա Կտրիչ Ներսիսյանը խախտել է։ Եվ այս դեպքում մենք պետք է հասկանանք, կարգալույծ են լինում եկեղեցում այն անձինք, ովքեր իսկապես նվիրված են Աստծուն, Աստծո խոսքն են առաջ տանում եւ իսկապես Կիրակի օրը, ովքեր ներկա են Սուրբ Պատարագին, մեծ հաղորդություն ենք ստացել մենք Տեր Արամից, ինչի համար շնորհակալ եմ եւ հաջորդ Կիրակի եւս պատրաստվում եմ մասնակցել Տեր Արամի կողմից իրականացվող Սուրբ Պատարագին։ Տեսեք, ընդդիմությունը հայտարարում է, որ բավական քիչ մարդ է մասնակցել Հովհանավանքի պատարագին, հիմնականում իշխանության ներկայացուցիչները։ Տեսեք, դա պատարագ էր, դա ոչ ցույց էր, ոչ նիստ էր, ինչքան էլ որ լրագրողները փորձում էին քաղաքականացնել, հա, իրենց տեսախցիկներով, միկրոֆոններով ներխուժել են կարելի ասել եկեղեցի, հենց պատարագին մասնակցող մի փոքր փորձում էին քաղաքականացնել, բայց դա սուրբ պատարագ էր եւ ուղղակի ճիշտ չի հաշվելը, հա, թե պատարագին ովքեր են մասնակցել։ Նախկինում եւս մասնակցել եմ պատարագների եւ այս դեպքում էլ բավականին մարդաշատ էր պատարագը, նաև դրսում, հա, շատ մարդիկ էին հավաքված եւ ուշադրի լսում էին, մասնակից էին պատարագին։ Ես կարծում եմ, այսպես ինչ որ թվերը քիչ շատ, սա ցույց չէր, հա, քաղաքական ոչ մի գործընթաց չկա, Սուրբ Պատարագ էր, որին մասնակցում էին ովքեր որ ցանկանում էին։ Եվ այստեղ իշխանության ներկայացուցիչներ շատերը կային, նաև իշխանության ներկայացուցիչներից, կային նաև շատ քաղաքացիներ, ովքեր ամեն Կիրակի հենց Հովանավանքում մասնակցել են, Տեր Արամի Սուրբ Պատարագին են մասնակցել, այսինքն այստեղ քաղաքականացնելու, ինչքան էլ մեր լրատվականները հա փորձում էին քաղաքականացնել, ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ, որ նաև Տեր Արամը ինքը հարցազրույց է տվել, բայց ոչ մի ի պատիվ իրեն, ոչ մի քաղաքական, հա, խոսույթ նա չի ունեցել։ Եվ ես նրան դիտարկում եմ որպես քահանա, ով արդարամիտ է, Աստծո խոսքն է տարածում եւ պատրաստվում եմ իր կողքին լինել, աջակից լինել իրեն։ Ինչ ասել է արդարամիտը եւ պատրաստվում եմ իր կողքին լինել, աջակից լինել, Տիկին Պողոսյան։ Տեսեք, ես չգիտեմ ինչի համար են իրեն կարգալույծ արել, հա, չկա մի պատճառ, որը կարող ենք ասել, որ այս ինչ պատճառով Տեր Արամին կարգալույծ են արել, բայց փոխարենը Կտրիչ Ներսիսյանի հետ կապված կան հա լուրեր, նաև կան ասում եմ փաստեր, այսինքն ակնհայտ է բոլորիս, հա, գրեթե մի քաղաքացի չկա, որ դուք հարցնեք եւ նա չիմանա, որ Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի, նա ինքը խախտել է իր ուխտը Աստծո առաջ եւ նա չի կարող ուղղակի կարգալույծ անել մի քահանայի, որ անհայտ պատճառներով, հա, որ եթե օրինակ ինքը հրաժարվել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին, այսինքն եկեղեցին ինքը պետք չէ քաղաքականությամբ զբաղվի, բայց մենք ականատեսն ենք լինում, որ վերջին տարիներին եւ նախկինում եւս, հա, եղել են դեպքեր, երբ այդ նախկին իշխանություններին փնովելու համար կարգալույծ են արել, իսկ այս պարագայում նախկին իշխանությունների հետ հա ցույցերին չմասնակցելու համար են կարգալույծ անում, այսինքն դա քաղաքական մարմին չէ, պետք է մեզ համար ժողովրդի համար պետք է ակնհայտ լինի, հա, ինչի համար է քահանան կարգալույծ լինում։ Կտրիչ Ներսիսյանի դեպքում պարզ է, հա, նա կուսակրոն պետք է լինի կաթողիկոսը, բայց գիտենք, որ նա ունի աղջիկ, այս դեպքում ակնհայտ է ինչի համար նա պետք է չլինի այլևս կաթողիկոս, բայց Տեր Արամի դեպքում ես պատճառը չգիտեմ։ Եկեղեցին ամեն դեպքում չի հաղորդել ժողովրդին, թե ինչի համար է կարգալույծ անում։ Բայց կա տեսակետ, որ այդ պետությունը իրավունք չունի, այսպես ասած, միջամտի եկեղեցու գործերին, Կտրիչ Ներսիսյան ուխտը դրժել է, թե չի դրժել, ինչպես դուք եք ասում, Աստծո հանդեպ խախտել է, թե ոչ։ Միանշանակ համաձայն եմ, որ պետք է ոչ պետությունը, հա, պետք է չմտնի եկեղեցու գործերի մեջ եւ եկեղեցին էլ իր հերթին պետք է չմտնի քաղաքականության մեջ, բայց երբ որ տեսնում ենք, որ մեր շատ եկեղեցականներ զբաղվում են կոնկրետ քաղաքականությամբ, շատ ավելի ճիշտ կլինի, որ իրենք թողնեն իրենց
ինչ են ասում, տիտղոսը, հա, եւ եկեղեցական կոչումը թողնեն եւ գան մտնեն առաջիկայում 26 թվականի ընտրություններն կարող են հենց Կտրիչ Ներսիսյանը առաջին համարով կամ երկրորդ համարով ներկայանալ քաղաքականությամբ զբաղվել, բայց իր ներսում, հա, քահանաներին ուղղակի քաղաքականությամբ չզբաղվելու համար կարգալույծ անելը դա ըստ իս ճիշտ չէ եւ դրան պետք է ժողովուրդը հենց այդ հարցին լուծում տա։ Տիկին Պողոսյան, չեք կարծում, որ այդ վիճակը կարող է նաև սրել ինչ-որ տեղ հարաբերությունները, որով նու հասարակական ինչ-որ տրամադրություններ առաջացնել եւ դառնա կարծես թե ինչ-որ բախման պատճառ ամեն դեպքում, չգիտեմ, ինչպես դուք եք ասում, Մայր Աթոռի կողմնակիցներ լինեն Տեր Արամի կողմնակիցներ եւ այսպեսի մի ինչ-որ բախում դառնա, լարվածություն առաջանա։ Տեսեք, հենց դա սխալ է, երբ որ մենք անձնավորում ենք, շատ դեպքերում մեզ մեղադրում են, ասում են դուք դուրս եք եկել եկեղեցու դեմ։ Մենք ուղղակի չենք կարող դուրս գալ եկեղեցու դեմ։ Մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ենք, բայց մենք չենք կարող ուղղակի աչք փակել եւ տեսնել եւ եկեղեցին ինչպես է ներսից իրեն քայքայում, հա, այնտեղ չկա առողջ մթնոլորտ, այնտեղ կա վախի մթնոլորտ, այնտեղ կա քաղաքականացված մարդիկ, ովքեր ուղղակի պատժվում են, եթե իրենց ուզած ձևով չեն շարժվում։ Ես իհարկե որ պետք է ես բախումներից ինչի չեմ վախենում, որովհետև սա անձերի խնդիր չի, սա մեր եկեղեցու փրկության խնդիրն է եւ ժողովուրդն էլ պետք է կարծում եմ այդքան գիտակցություն ունի, որ եկեղեցին ազատի ոչ հա արժանհավատ այդ բառը չեմ, հա, այդ որ վարչապետը ասում է վեհարանը վեհին, իսկապես պետք է վեհարանը պատկանի վեհին։ Իսկ այն ինչը որ հիմա է կատարվում եկեղեցու ներսում, եւ ես կարծում եմ դեռևս խնդիրների մասին խոսել է Տեր Արամը եւ մի քանի այլ քահանաներ, բայց ես կարծում եմ, որ մյուս մեր հոգեվորականներն էլ այդ վախի մթնոլորտից կկարողանան դուրս գալ եւ դեռևս այլ մանրամասներ կիմանանք, թե ինչ է կատարվում եկեղեցու ներսում։ Հետո գիտեք, եթե մենք խնդիրները չենք ընդունում, միանշանակ կա եկեղեցու ներսում այդ խնդիրներ եւ պետք է խնդիրները մենք գիտակցենք, հասկանանք, որպեսզի նաեւ կարողանանք բուժենք եւ վերանորոգենք։ Կարծում եմ առաջին փուլը սա է, երբ որ խնդիրները մենք գիտակցենք, իսկ որ խնդիրներ կան եկեղեցում, դա միանշանակ է։ Իսկ դուք առաջարկում եք, որ բարձրաստիճան հոգեվորականները հրաժարվեն եկեղեցուց եւ մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Տեսեք, նրանք փաստացի դա են անում, նույն Վազգեն Գալստանյանը, հա, ինչ որ տենց գործընթաց չկա, հա, սառեցրեց իր ծառայությունը եկեղեցում եւ սկսեց քաղաքականությամբ զբաղվել, հիմա հայտնի չի ինչով է զբաղվում եւ Կտրիչ Ներսիսյանը ինքն էլ քաղաքականության կոչեր է անում իր, հա, հոգեվորականների շրջանում, շատ ավելի արդար կլինի ժողովրդի հանդեպ, երբ իրենք դադարեցնեն իրենց ծառայությունը եկեղեցում եւ անցնեն քաղաքականությամբ ավելի ակնհայտ ձևով եւ ավելի արդար կլինի դա եւ ժողովրդի հանդեպ եւ եկեղեցու հանդեպ։ Բայց նրանք եւ Մայր Աթոռից կան այսպիսի հայտարարություններ եւ Հայաստանի անդիմադիրներից, խորհրդարանական ընդդիմությունից, որ այն հոգեվորականները, որոնք այս պահին անազատության մեջ են, նրանք քաղբանտարկյալներ են։ Տեսեք, իրենք այնքան են արժեզրկել քաղբանտարկյալ բառը, իրականում եթե նույն պահին իրենց ինչ որ հանցանքի վրա ոստիկաններ հա բռնեն, բայց իրենք ասած լինեն օրինակ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կամ ինչ որ քաղաքական մի հայտարարություն արած լինեն, այդ նրանք վերագրում են բան, հա, թե նրանք հալածյալ են, քաղբանտարկյալ են։ Իհարկե ոչ, այնտեղ եղել է, այսինքն բոլորս ականատես եղանք ամբրանամիսներին, թե ինչ էր կատարվում, նրանք ուղղակի ռազմական հեղաշրջման փորձ էին, հա, փորձում կազմակերպում էին անել, ու շատ իրականում ես շատ ցավ եմ ապրում, հա, որ մեր եկեղեցու հոգեվորականների հետ կապված այսպիսի հիմա խոսակցություններ կան։ Ես իհարկե կցանկանայի, որ դա չլիներ, բայց դա փաստը նա է, որ խոսում են, ասում են դե մի քանի հոգի այսպես կմահանան, չեմ ուզում էլի մանրանամ իրենց ամեն ինչի մեջ, բայց ամեն դեպքում հիմա նույն կերպ Գյումրիում Վարդանիկը ձերբակալվեց, բան, հա, կաշառք են բռնել, այնտեղ ասում են քաղբանտարկյալ է։ Եթե Վարդան Ղուկասյանը քաղբանտարկյալ է կամ այն հոգեվորականները, ովքեր կոնկրետ կազմակերպել են քաղբանտարկյալ են, ես չգիտեմ։ Ամեն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններն էլ առիթ լինի, հա, ու եթե հարցնեն օրինակ մեր երկրում կան քաղբանտարկյալներ թե ոչ, ակնհայտ ապացույցներ կան, որ այդպիսի պարագայում, հա, այդպիսի գործողություններ իրականացնող մարդիկ չեն կարող կոչվել քաղբանտարկյալ։
Այդ դեպքում եւս մի մեջբերում անեմ մեր անդիմադիրներից, որ իրենք հայտարարում են, որ անազատության մեջ են հենց այն գործիչները, քաղաքական, գուցե նաև գործարարները, նկատի ունեմ Սամվել Կարապետյանին, Վարդան Ղուկասյանին, բոլոր նրանք են հայտնվում անազատության մեջ, ովքեր քննադատում են իշխանություններին։ Եկեք տեսնենք իրանք ինչ տեխնացուներ են բերում։ Նախ բերում են այնպիսի տեխնացուների, ում վրա կան շատ քրեական գործեր, հա, բերում են կոռուպցիայով զբաղվող անձանց, հա, տարբեր հանցանքների մեջ մեղադրվող անձանց բերում են, կարգում են իրենց տեխնացուներ, իսկ հետո ասում են, այ տեսեք, ոչ, դրանք տարբեր գործընթացներ են։ Նրանք միգուցե հատուկ են բերում հենց այնպիսի տեխնացուներ, ովքեր այդ քրեական գործերի մեջ են, որ հետո էլ ասեն, տեսեք, քաղբանտարկյալ են նրանք, հա, քաղաքական հայացքների պատճառով հալածվում են։ Նույն ՀԿ-ի տեխնացուն Դավիթ Համբարձումյանը, հա, եթե ճիշտ եմ հիշում, հա, աննազգանունը, Մասիսի քաղաքապետը, ինքը իր վրա քրեական գործ կար, իրեն մենք էլ ճիշտ ասած ես մտածում եի, ասում եի, լավ, այս իմպիչմենթի գործընթացը, որ սկսել են, ակնհայտ է, չէ՞ որ ձախողելու են, իրենք էլ էին հասկանում, իրենք էլ երկու խմբակցությունների մեջ համաձայնության չեն կարողանում գալ, որովհետև ակնհայտ ձախողված էր, անգամ մեր խմբակցությունից հեռացած, հա, երկու падգամավորներ անգամ չեն միացել ու ակնհայտ էր, որ այս գործընթացը ցախողելու է, բայց երբ իրենց տեխնացուն էլ ամեն դեպքում ամենահամակրելին չէր, իրենց են շրջանակներում էլ ամենահամակրելին չէր ժողովրդի կողմից, բայց ակնհայտ դարձավ, երբ արդեն Դավիթ Համբարձումյանին դատապարտվեց ազատազրկման, հայտնի դարձավ ինչի համար էին իրեն ընտրել, որտեղ գիտեին քրեական գործ կա հանցանքների մեջ մեղադրվում է, ու որ հետո ասեն տեսեք, քաղբանտարկյալ է, մեր տեխնացուներ վարչապետի, այս իշխանությունները իրենց ազատազրկեցին։ Այդուամենայնիվ ամեն դեպքում այդ հայտարարությունները մենք տեսնում ենք, որ գրեթե ամեն քարորիայի ժամանակ падգամավորներն ասում են, որ իշխանությունը փորձում է լրացնել բոլոր նրանց, ովքեր խոսում են իշխանության դեմ։ Իրենք շատ բան են խոսում, բայց փաստերը այլ են, հա, մենք իրենք խոսում էին նույն խաղաղության պայմանագրի հետ կապված թերահավոտորեն էին վերաբերվում, երբ Կիրանցում ես այս տաղավարում էի, հա, երբ խոսում էի սահմանազատման, սահմանագծման կարևորության մասին, թե ինչ մեծ ձեռքբերում է դա Հայաստանի Հանրապետության համար, այդ նույն պահին Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը խոճապ էր տարածում, գնում էր Կիրանցում խոճապ էր տարածում մարդկանց մեջ, տեսեք, այս ինչ վատ բան է իրականանում, գյուղերը հանձնում են, ոսկեպար եկեղեցին հանձնում էր, հետո գալիս էր հասնում էր ազգային ժողովի ամբիոնի մոտ, այնտեղ էր բան տարածում, խոճապ տարածում, թե իշխանադավ այս ազգադավ իշխանությունները եկել են հանձնում են մեր գյուղերը, բայց փաստը եղավ այն, այսինքն բոլորը տեսան, հա, միայն իրենց հայտարարություններով մենք չենք կարող, մենք պետք է փաստերին նայենք, հողի վրա մենք ինչ ունենք, մենք ունենք սահմանազատված տարածք, ես ինքս այցելել եմ Կիրանց եւ կարող եմ ասել, որ հոգիս փառավորվել է հենց այդ ճանապարհից, հենց այդ տեսնելով այդ գյուղը ու տեսնելով այնտեղի նորակառույց դպրոցը, որը բոլոր ամբողջ միջազգային ստանդարտներին համապատասխանում է, թեև այս պահին ուներ 36, եթե չեմ սխալվում, աշակերտ, բայց այնտեղ նաեւ նոր թափով այնպիսի տներ էին կառուցվում, հա, դեռևս կառուցման փուլում էին, որ վստահաբար այդ դպրոցը կհամալրվի եւ խաղաղության պայմաններով մարդիկ ապրում են, այսինքն պետք է մարդիկ հենց հողի վրա տեսնեն, հա, թե Գառնիկ Դանիելյան այնտեղ ինչ իհարկե ու անգամ ինքը ներողություն չխնդրեց ժողովրդից, որ սուտ հա խոճապ էր մատնում, ոսկեպարի եկեղեցին մնացել է, հա, ոսկեպարում էլի գործում է, հիմա վերանորոգվում է իդեպ եւ ոչ մի գյուղ էլ չի հանձնվել։ Այսինքն այն ձեռքբերումը, որը Հայաստանի համար ձեռքբերում էր, իրենք ներկայացնում են վատ քողի տակ։ Դուք ասացիք հոգիս փառավորվել է, բայց ես հիշում եմ, որ այդ ժամանակ հենց անդիմադիրները ասում են, որ հենց նույն եկեղեցին շատ մոտ է լինելու Ադրբեջանին։ Ես ձեզ էլ եւ մեր հայրենակիցներին էլ ուղղակի կոչ եմ անում, հորդորում եմ, որ ժամանակ գտնեք, մի շաբաթ կիրակի գնաք Կիրանց եւ կտեսնեք, թե այնտեղ իրականում հողի վրա ինչ է կատարվում։ Շատ ապահով, գեղեցիկ, որը որ նախկինում երբևէ այդպես չի եղել։ Ուղղակի դա պետք է ինչքան էլ մենք խոսենք, դա չեք պատկերացնի, ինչեւ ինքներդ չայցելեք Կիրանց։ Եվ ես հույս ունեմ, որ մեր ամբողջ Ադրբեջանի հետ սահմանը ամբողջությամբ նույն տեսքը կունենա եւ կսահմանազատվի այդ գործընթացը ավարտին կհասցնենք։
2026-ի ընտրությունները մոտենում են, մի քանի ամիս է մնացել եւ որքան մոտենում են ընտրությունները, այնքան բնականաբար ներքաղաքական վիճակը ավելի, այսպես ասած, լարվում է։ Ես հիշում եմ, որ իր վերջին ասուլիսներից մեկում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այն սոցիոլոգիայով, որն այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի։ 21 թվականի ընտրություններին էլ էին, հա, իրենց սոցիալական իրենք էին հենց, հա, իրենց ենթակա կազմակերպություններ անում էին, ասում էին, որ շանս չկա, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերընտրվի, Նիկոլ Փաշինյանը վարչապետ կվերընտրվի, բայց տեսանք ինչ եղավ ու ինչքան տոկոս են, հա, եկեք ես իրենց ուղղակի խորհուրդ կտամ, որ իրենք իրենց ռեյտինգի մասին մտածեն, տեսնեն թե ինչ տեխնացու են բերելու, որտեղ իրենք իրենց դեմքերով ակնհայտ է, որ 0 շանս ունեն նորից իշխանության գալու Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար ավելի լավ է իրենց դարտը լացեն, իրենց համար տեխնացուներ ընտրեն վարչապետի, թե ինչ դեմքով են ներկայանալու, կրկնելու հավանականություն։ Կարող է վերջում բոլոր այդ ընդդիմադիր ուժերը միավորվեն ընտրության արդյունքներից հետո։ Իհարկե կա այդ սցենարը, եւ որը հիմա մինչեւ համապետական ընտրություններ, վաղարշապատի ընտրություններն են սպասվում եւ նույնը հիմա տեսնում ենք, որ նրանք անում են վաղարշապատում։ Ինչ են անում նույն մարդիկ նոր դեմքերով, տարբեր, հա, կուսակցություններով մասնակցում են ընտրություններին, որպեսզի այսինքն իրենց համար Գյումրու սցենարը հաջողված էր։ Վերջի վերջով Վարդան Ղուկասյանը իրենք ընտրեցին, հա, իրենց մեջ քաղաքապետի, չնայած որ գյումրեցիները այնքան էլ գոհ չէին, բայց դե իրենք պետք է այս անգամ, հա, գոնե վաղարշապատի ժողովուրդը պետք է ավելի խոհեմ լինի եւ Գյումրու սցենարը նաեւ իրենց համար օրինակ լինի, որպեսզի թույլ չտան, որ այլևս կրկնվի այդպիսի սցենար։ Իսկ նրանց նպատակը միանշանակ դա է եւ վաղարշապատում եւ հետագայում համապետականում, այո։ Իսկ ինչպես է գնահատում համապետական ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսպես ասած, վերընտրվելու շանսերը։ Շատ մեծ եմ գնահատում, իրականում մենք մեծ աշխատանք ենք արել եւ ամենակարևորը, ինչը որ խոսք ենք տվել, խաղաղությունը այլևս, հա, Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Եվ կարծում եմ մենք մեր կարևորագույն գլխավոր խոստումը մեր քաղաքացիներին կատարել ենք, ինչը իրականում մեծ աշխատանք է եւ եթե վերընտրվենք, նույնպես շարունակելու ենք այդ մեծ գործընթացի ընդլայնումը, նաեւ արդեն ապաշրջափակման փուլում մենք 2 օր առաջ էր, հա, Ալիևը խոսեց նաեւ, որ արգելքները տարածման հանում է դեպի Հայաստանի Հանրապետությունը, այսինքն այստեղ մեծ շանսերը նաեւ տնտեսապես զարգանալու կարծում եմ, որ շատ մեծ եմ գնահատում հավանականություն նորից վերընտրվելու եւ մեր խաղաղության օրակարգը նաեւ շարունակելու։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։